Սովորաբար մենք մեր մոտոաշխարհի մեջ խորացած չենք մտածում, որ երկու հակ մի քիչ ուրիշ աշխարհ կան, շատ մոտիկ, մի քիչ տարբերությամբ, շատ դեպքերում ավելի կոմֆորտ, շատ դեպքերում ավելի հարմար, մանավանդ աշխատանքի համար։ Հաջորդ տեսանյութը կլինի երկու հակ մի քիչ ուրիշ աշխարհի մոպեդների մասին։ Նայեք, հետաքրքիր է լինել։ Ողջույն։ Բարի օր, ողջույն։ Ամենասկզբից ով որ ձեզ չգիտի, ժողովուրդ շատ կարճ ինչով եք դուք զբաղվում։ Մոտոների ու մոպեդների ներկրմամբ TVS բրենդի 125 կուբից սկսած մինչև բարձր դեպի մոտոցիկլետները մինչև 450 կուբ։ Կայֆ։ Զբաղվում ենք դրանով։ Ոնց սկսվեց ամենասկիզբը, ոնց էր, ասենք, այտենց երկուսով իրար տեսակ ու չվերեք մոտոներ լուծենք Հայաստան, թե ոնց ամեն ինչ սկսվեց։ Երևանում կես պատմա։ Կարաս խափես մի քիչ, բայց լավ։ Գիտեմ որ կարող խափեմ, դա որ չարցնեի, այդ գիտեմ որ հնարավոր է։ Ինչքան անկեղծ այնքան լավ, իսկ եթե խնդալու թեմա է, չէ, ոնց եղել է, այտենց եղել է, պրոստը մոտոներ, մոպեդներ Փագովի բան տալ էժանով մի տես գտնել, բերել, ծախել, մեջը մի 2 կոպեկ փող աշխատել, այն որ երկրորդական, երրորդական ինչ-որ մի բան էր, հոբի եթե կարելի ասել ինչ-որ մի տեղ, դա մոտ մի 5-6 տարի առաջ։ Դրանից հետո քիչ-քիչ որ հետաքրքրությունն է մեր մոտ շատանում էր ինքն էլ այդ շուկայի այդ բնակավարի գործը, այդ մոտոների, մոպեդների քիչ-քիչ Հայաստանում որ զարգանում էր, համ ոնց որ մեր մեջ կար հետաքրքրությունը, համը շուկան էր արդեն պահանջարկը բերում էր ինքը իրանով թելադրում էր։ Քիչ-քիչ ման էին գալի մի հատ ընկերություն, մի հատ բրենդ, մի հատ ֆիրմա, որը որ կարար ներկայացներ տար այն ամեն ինչը որ մաքսիմալ կարար բավարար էր այս պարագայում կուրьерներին, առաքիչներին։ Подскажи, что с тобой, что с амортизатором случилось? Подскажи, пожалуйста. Ճիշտ է, ինքը մոտոներ, սիրողական մարդկանց համար ինչ որ պրոդուկտներ ունի, որ առաջարկում է, որ էլի կարող է գոհացնի, բայց հիմնական իր շեշտը դրած է առաքման գործի մեջ օգտագործող մարդկանց վրա ու ինքը full 100%-անոց կարող է ամեն ինչով ապահովի այդ մարդկանց, որ մաքսիմում իրանք ժամանակ չկորցնեն, մաքսիմում հնարավորինս միջին բաներ կա թանկ, բաներ կա էժան, միջին շուկայական գները բռնած, պայստամասերով ամեն ինչով ապահովում է։ Կարևորը իր մոտ հարցը դրած է սենց բրենդի, որ չէ բառը չունենա, այսինքն մաքսիմալ հնարավորինս ժամացույցի պես գործի մեջ աշխատող մարդը աշխատի։ Դա տարիներ առաջ, 2 տարի առաջ գտանք այդ բրենդը, հեշտ չստացվեց իրականում գտնելը ու հիմա ոնց որ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ինչ կա, այս ինչ եք հավաքվել ստեղ, խեր, Խեր, ում համար։ TVS-ի համար է խեր։ TVS-ի համար է խեր։ Լիքը մարդ։ TVS-ի չէ, սաղիս համար է խեր։ Ուղղակի TVS-ը արդեն մի տարի է Հայաստանում այս երրորդ դեպքն է, ասենց ֆեստիվալ է կազմակերպում, ճիշտ է ժողովրդի կեսը չեն եկել, մի մասն էլ գնացել են, բայց այսքանով ենք այս պահին։ Ինքը շատ մեծ հետագա նպատակներ ունի ստեղ, թե ֆեստիվալների հետ կապված, թե մոտո մոպեդ շուկաների հետ կապված, որ պետք է զարգացնի։ Այս պահին ինչ ունենք, դա ասենք եկել ենք ստեղ քաղաքից դուրս հանգստանում ենք, իրար հետ ծանոթանում ենք բոլոր TVS քշողներով։ Հասկացա, մի հատ շատ թեթև ձերը հասցեն տեղը, ոնց կարան ձեզ մոտիկանան, առնեն կամ ծանոթանան կամ այտենց ինչ որ մի բան։ Տեղը Հանրապետության 67-ն է, TVS Google-ով, Yandex կարտա, որտեղով TVS Armenia.am տենց է կա, կայք կա։ Երկրորդ հարցը հիմա ինչ մակարդակի վրա է գտնվում այս ամեն ինչը, այսինքն այս ընթացքում ուր եք հասել արդեն։ Շուկայում Շուկայում ձեր անձնական
բիզնեսի մեջ ախվատը, այսինքն մասշտաբը ընդգրկելը ինչ քանակի եկել այն պիկին է հասել, որ արդեն ամեն կետում եկել այն պիկին է հասել, որ հեսա արդեն պետք է ոնց որ ամենտեղ արդեն լավ լինի։ Շուկայում մնացած հարցերում է։ Այսինքն հասել այն կետին, մի քիչ ավելի բացասված, որ կոնկրետ այս ֆիրման ներկրվում է Հայաստան մենակ մեր միջոցով, ու հետագայում էլ փորձելու ենք այնպես լինի, որ դառնա ավելի մեծ սալոն ու ներկայային ինչը որ կա, ավելի զարգանա կոնկրետ այդ բրենդը։ Պաշտոնական ներկայացուցիչ եք, պրոստը այս ամեն ինչը մի քիչ ավելի սիրունանա, ավելի քաղաքակիրթ դառնա, մեծանա։ Ինձ հետաքրքիր է ամենամեծ պրոբեգ ունեցող ձեր 125 կուբը, ասենք ինչքան հիմի հաստատ փորձ ունեք, որ առանց մոտորը բացելու այդքան քշվել է։ Հա, ունենք։ Ինչքան։ 120,000-ից ավել քշած է հիմա այս բանը։ 120,000 կիլոմետր։ Լուրջ։ Կայֆ է։ Ես էլ սկզբից չէի հավատում, բայց իրոք տենց է։ Ինչ է նստում մարդու վրա, եթե 125 կուբ մեկը ուզում է, ասենք թազա մոպեդ վերցնի, քշի։ Դե այդ պրավա էկիպանման դրանք թողենք իրա վրա, այդ ամեն ինչը իրան, նոր տեխնիկա, որ վերցնի առանց խնդրի շատ երկար ժամանակ քշի, 125 կուբը։ 20000 կիլոմետր։ Ահա, ինչքան է нестում, շատ մոտավորապես։ Շատ мотավորապես 950,000-ի сахманներում։ Тигран, расскажи, почему ты недовольный, чувак? Мне неинтересно здесь. Ну это же ТВС, тут люди кайфуют, в общем. А мне неинтересно. Երրորդ հարցը երևի հետակա զարգացումը դուք ոնց եք տենում, դեպի ուր պիտի գնայես ամեն ինչու, ոնց պիտի զարգանա։ Մաքսիմալ շատանա նշված բրենդի, TVS-ի քանակությունը, մոպեդի, մոտոյի տեսքով տարածաշրջանում զարգանում է, Հայաստանում նույնպես պետք է զարգանա։ Ոնց որ բոլոր մնացած բրենդները ինքը ամեն տարի նոր ինչ-որ բանա թողարկում, դրա հիման վրա մարդիկ չեն հոգնում նույն բանը տենալուց նորմալ բնական երևույթ է դա, որ մաքսիմալ ինքը այնքան պետք է զարգանա, որ մեր նպատակը այն է, որ կոնկրետ մոպեդների հետ կապված, որ հիմնականում Հայաստանում շեշտը դրված լինի, եթե ինչ-որ մեկը ուզենա մոպեդ քշի, առաջի ցանկությունը լինի TVS ունենալու մասին։ Մոպեդների տեսք։ Մի տեղը բան է, ավելացում անեմ, որ կլուբ, որպես կլուբ են ձևավորվում, էլի։ Այսինքն Ну ոնց հասկացա, հետագա մենակ վաճառք, մենակ պրակատը չի, սպասարկում կա, այդ խմբին օբշի ինչ որ միջոցառումներ կազմակերպել, բան դրա մասին էլի կլինի։ խաղեր, մրցույթներ, ժամանց, որ այսինքն բացի TVS ունենալը նաև լինի, որ ով որ TVS ունի, ընկրված է այդ կլուբի թիմի մեջ, որ տարին ամենակիչ 2 անգամ միջոցառումները կազմակերպում, ամեն ինչը բոլոր ֆինանսական ու մնացած հարցերի ֆիրմայի вրա քաղաքից դուրս հանգստանալ, ժամանց, տենց հետաքրքիր բաներ։ Привет. Расскажи о себе чуть-чуть. Как тебя зовут, откуда ты, чем занимаешься? Я из Туркменистана. Ага. Я приехал в Армению 1,5 года назад. И Сейчас я вожу этот весь мопед. как тебе нравится техника? Техника это очень хорошо. Потому что он много бензин не жрет, экономично. В первую очередь. До этого был у тебя байк или это первый у тебя? Нет, это первый. О, круто. На этом научился, на этом ездишь? Да, я езжу, это очень хорошо. Для работы подходит? Типа Да, я дешево выходит? каждый день 10 часов, 12 часов работаю. О, очень круто. Сколько наездил километров примерно? Один бак бензин полный сделаешь, это почти 200 тысяч километров ездит. А в целом на спидометре у тебя сколько сейчас? Сейчас у меня 15 тысяч километров ездил. О, отлично, отлично. Расскажи, чем доволен? Армения тебе нравится в целом? Туркменистан, после Туркменистана? Или до этого ты где-нибудь в другом месте был или сразу в Армению приехал? Я Турция был. А, в Турции был. Да, а потом Грузия, потом Армения приехал. Ага. И как тебе Армения? Армения очень хорошая. Для заработка или вообще чтобы жить? Или... Люди тоже хорошие, заработок тоже хорошо. Ого, отлично. Да. У тебя есть дети, семья там? Остались или ты холостой? Да, есть дети. Угу.
Отсюда отправляешь деньги? Да, отправляю деньги. Еще в дальнейшем планируешь здесь остаться, да? Да, еще планирую. Круто. Очень примерно сколько вас таких, вот как ты, вот, которые зарабатывают? Много туркменов? В мене много, минимум 150 человек есть. Да, курьер Которые работает. курьерами, Да, который курьер работает. Расскажи еще, как тебе транспортная ситуация в Армении? Как там, пропускают нормально? На мопеде трудно ездить вообще в Армении или нет? Нет, не трудно. Хорошо. Люди хорошие. Да? Пропускают. Ну, отлично. Может, есть какие-нибудь пожелания? Что-то пожелаешь, я не знаю. Какое желание еще? Я недавно 5 ТВС купил. Еще 10 хочу сделать этого. Я купил это ТВС, а потом аренда даю. О, круто. Хочешь прямо этим заниматься? Да, сейчас 5 штук есть у меня. Չորրորդը երևի խնդիրների մասին խոսանք, ինչի եք հանդիպել, ինչ խնդիրների եք հանդիպել, թե բյուրոկրատական այդ ինչ որ դժվար մանր-մունր բաների առումով, թե մոպեդ ընդունելու առումով, թե вообще աշխատանքը ինչ խնդիրների եք հանդիպել, որ լուծել եք կամ ինչ խնդիրների համար Տեխնիկական, այսինքն բոլոր խնդիրների մասին կարաս ասես, տեխնիկական խնդիրներն էլ բրենդի հետ կապված։ Եվ բրենդի հետ կապված, եւ Հայաստանում այդ ամեն ինչ առաջ տանելու հետ կապված, եւ բյուրոկրատական այդ ամեն ինչը գրանցելու բանը ձրձիվիլների հետ կապված։ Ну, բրենդի հետ կապված անկեղծ ասեմ, կարճ կոնկրետ պրոստը դե բոլոր տեխնիկաներն ինչ որ միտեղ երբեմն խնդիրներ բերում են, որ ասեմ երբեք չի բերել սուտ կլինի, բայց ես ինքս զարմացած եմ իր որակից, իսկ ինչը փոխել ու ինչ խնդիրներ են տենում, ես վստահում եմ իմ մենակին մոտ չի, ընդհանուր մենտալիտետի Հայաստանում, Երևանում մոտո մոպեդ քշողների հանդեպ այդ մեր ժողովրդի մոտեցումը, որը որ տարիների ընթացքում ես ինքս արդեն քանի տարի սրա մեջ եմ տենում եմ, որ քիչ-քիչ դեպի լավն է գնում ու մենք էլ այդ ուղղությամբ աշխատում ենք, լավ կլինի, ես վստահ եմ։ Մի երկու բառով քո մասին տենց կարճ ասա, ինչով ես զբաղվում, ով ես անուն, տարիք եւ այլն։ Բարև ձեզ, ես Վարդանն եմ, 20 տարեկան եմ, Հրազդանի Լեռնանից գյուղից։ Երևանում սովորում եմ եւ զբաղվում եմ առաքման գործով։ Քշում եմ ՏՎՍ-ի Entor 125 կուբերը, սրանք, այլ կերպ ասած։ Առաքման համար շատ հարմար են, ծախսը շատ լավն է։ Թե առօրյա կյանքում, թե աշխատանքի համար ինքը շատ հարմար է որպես տրանսպորտ։ Միջև ես ինչ որ բան ունեցել ես, քշել ես թե առաջինն է։ Հենց բենզինով առաջինն է, իսկ մինչև սա քշել եմ Venbox-ի U2 էլեկտրական հեծանիվներից, բայց սա ավելի շատ է, էլի երթևեկության համար ավելի հարմար է, ավելի նորմալն է։ Հասկացա։ Երկար ճանապարհել գնացել եմ Երևանից մինչև Հրազդան գյուղ եմ գնացել, ասեմ որ շատ հարմար է գնացել, ոնց ավտոն է գնում, այդ նույն ձևով ես եմ գնացել, նույն ժամանակահատվածը, նույն հարմարությունը։ 125 կուբա, չէ։ Այո։ Արագությունը ճանապարհին բան նորմալ հերիքում է, որ ասենք մաքսիմալը 110 գնում է, ես մինչև 100 քշել եմ թույլատրվողով։ Ու երթևեկության մեջ ընդհանրապես չի խանգարել դա։ Իսկ ընդհանուր երթևեկությունը մոտոյի բանի, ասենք, ձեզ ճանապարհ տալիս են նորմալ է, կարում եք քշեք, ստացվում է։ Հա, անկեղծ, ես որ չեմ կարողացել սկզբից քշել, շատ նորմալ է երթևեկությունը, ասենք։ Թե մեքենաների զիջումը, թե մեր զիջումը, այդ ամեն ինչը փոխ կապակցված է իրար ու այդ ամեն ինչից գալիս է նորմալ երթևեկությունը ստացվում է մեր մոտ։ Էլի պլանավորում ես երկար սենց աշխատես։ Այո։ Կայֆ։ Ինչի մասին չհարցրեցի, որ կուզեի այտենց շեշտեիր, բան ասենք, չգիտեմ, ինչ որ կարևոր թեմա։ Ինձ вообще մի բան է հետաքրքիր, էկիպը, որ ամեն օր քշում ես ու առաքում ես քշում։ Էկիպը ինչքան կարևոր է դառնում, թե այտենց ձեռի հետ գցում եք։ Չէ։ Ավելի հարմար շորերով եք քշում։ Չէ, էկիպիրովկան քշելու համար շատ պետք է կան բան, հա, քանի որ ես սկզբից որ քշել եմ առանց էկիպիրովկա ու եղել են դեպքեր, որ ես շուռ եմ եկել ու իմ էկիպիրովկան իմ կյանքը բառից բուն իմաստով փրկել է։
Օրինակ, որ այն հարվածը, որ իմ կասկանա ընդունել իրան, այդ հարվածը իմ գլխին էր փոխանցվելու, եթե էպիկերովկա չլիներ իմ վրա։ Մի բան էլ գային ոնց է վերաբերվում առաքիչներին, որ տենում ասենք սունկով բանով գնում եք շատ են կայնացնում թե Եթե խախտում չանեն, չեն կայնացնում։ Արդ, այդ ինչ ես անում հիմա։ Դեն կալոց եմ։ Այսի ստանդարտ սպասարկման մեջ եմ ընկնում։ Դե հա, կա մաքրես նոր այդ հավաքես էլի, թե չէ սենց որ կալոտքն փոխես։ Ինձ լավ գիտես էլի։ Ինչքան է ձգել ես կալուտքը մոտավոր։ 15000 է տալի, 15000 կիլոմետր, բայց քշողից է կախած մարդը 4000-ից բրծնում է։ Հիմա գումար ինչքան եք վերցնում, որ սենց ասենք ստանդարտ սպասարկում եք անում։ Դե մենակ բան, զապչաստի փողը։ ու մեկ էլ եզրափակիչ հարցը 5-րդը կլինի նրա մասին հիմա ես вообще ասպարեզը նոր եմ բացահայտում ես մտածում եմ մոտոն վերջնա մոտոից այնքան բան չկա բայց sense ավելի կարճ մոպեդ հետո դրա կայֆը որն է առավելությունները մոտոյի երկու հատ մնացած տեխնիկաների հետ կապված մի քիչ տղայի դրա մասին խոսենք էլի այն հիմնական բազովի բաները գիտեմ բայց երևի լիքը բան կա որ ես չգիտեմ մոպեդի կայֆը որն է խի ոչ մոտո այլ մոպեդ Դե երկու բան, պրոստը ինքը արտադրողը, ինքը բրենդը վեկայլա բան, առաքիչների հետ թիրախը, որ դրանց վրա մաքսիմալ հարմար գործիք արտադրի։ Չէ, ես հարցս ավելի լավ տամ, դուք երկուսս էլ մոտոր եք քշում, զուգահեռ, բայկ եք քշում։ Խի մոպեդ այլ ոչ մոտո, սովորական մարդուն բացատրի, ասենք միջին։ Հասկացա հարցը։ Դե հիմա ես էլի նույնը ինչ որ ասում եմ, եթե ասեմ ու շարունակությունը հենց այդ հարցի պատասխանը կլինի, որ ինքը արտադրում է հենց թիրախի համար, առաքիչների համար այդ հնարավորինս հարմար գործիքը ու դրա հետ մեկտեղ ինքը նենց հարմարավետություններ ու նենց բաներ ավելացրել մոպեդի մեջ, որով որ կարաս, ասենք, սկսնակներին է վերաբերվում, որոնք որ կարան ունենան այդ տեխնիկան բացի գործի մեջ օգտագործելուց, շատ ինքը հարմար է ու ասես լրիվ օրինակներ կան, ֆուլ որ կարաս երկրից երկիր շատ երկար ճանապարհներ կարաս իրանով քշես ու ընդհանրապես այն որ տենց կարաս մի փոքր չմտածես որ ինքը քեզ կարա միտեղ ներառնի ճանապարհին թողի ինքը այդ հնարավորությունն էլ է տվել սկսնակների համար որ կան երկու ակի այդ հուճուր կուբի վրա սկսեն սովորան ու այդ կայֆը ոնց որ զգան քաղաքից դուրս տեղ այնտեղ երկար են որ քաղաքից դուրս չեմ ասում 200-300 կիլոմետր շատ երկար օրինակներ կան Բացի այդ ինֆայմելով մեկ էլ երևի դուպը տենց այդ ուտիլիտար բաներ տիպը, ասենք մեծ բագաժնիկ, որ պետք չի ամեն ինչը թրջվի, պրոստը գցում ես մեջը մոտոյի վրա, դա կինո է, պետք է հեկտարով բան մտածես, եթե հենց չի, կոնկրետ։ Բոլոր մոպեդները հիմնականում ունեն իմանալով։ Հա, դե հենց այդ մոպեդի կայֆի մասին եմ խոսում, մեկ էլ աշխատանքի մեջ հարմար է ինքն, եթե որպես աշխատանք դիտարկես, մի կողմ դրած որ կարաս երկար ճանապարհորդես, էլի հարմար է իր բագաժնիկում ապրանք տնել եւ այլն, բայց նամանավանդ աշխատանքի մեջ որ իրան որպես գործիք ես աշխատացնում ոչ թե քո մեքենայի նման գնաս գաս ինչ-որ միտեղ, աշխատանքի մեջ շատ հարմար է, մեկ մոտոյով երևի մատի վրա կարաս հաշվես, որ որպես գործ է ինքը որպես գործ է քեզ աշխատում ու տեխնիկա։ Մեկ էլ վсё-таки մի քիչ նեղը, չէ՞, մոտոյի հետ համեմատած երկու ավտոյանքները։ Սրանք չէ։ Մենք այս TVS-ները կոնկրետ իրանք մոտոյի կարգի, հա։ Քաշնքիչ չի, 120 կիլո է։ Դե միջին նորմալ կապարային մոտորի հետ համեմատած կես քաշ, հա։ Բայց մոպեդի հետ համեմատած մոպեդի Դե 50 կուբ խաղալիքները չեն քաշվում, իսի նորմալ Մաքսի սկուտերից մի քիչ ներքև չափերով քաշով ու չափերով բռնցած է, բայց ինքը շատ մանևրնի է։ Օրինակ ես ինքս շատ երկար քշել եմ տարիներ դաժե գործի մեջ թե անձնական հենց նույն TVS-ը իրանով մենակ իմ ասածով չեմ ասում, շատերն են ասում, շատ մանևրնի է։ Բակը քանն է դրա տանում։ 5.2 լիտր։ Դա կիլոմետրաժով որ նորմալ հանգիստ քշես, ինչքան է հերիքում շատ մոտավոր։ 5.2 լիտրը 200 կիլոմետր։ Ավել 200 ավել կողմին, հա 5.2։ Դա մոտոն հենց այդպես բան կա, լույս միջին մոտոն, եթե ճանապարհորդության համար է, գոնե 200 կիլոմետր մի բակով պետք է քշվի։ Դա մինիմալի ստանդարտն է։ Դա հասկացա։ Լավ, դուք ուրիշ էջ ունեք, որ ավելացնենք, բանանենք։ Երևի TikTok ունեիք, ասացիք։ TikTok, Instagram կա, ավելի զարգացած այս պահի դրությամբ TikTok-ի։ Իսկ ինչ արինելու մոտ ժամանակներ ես, էլի ինչ որ մեջ էր YouTube, TikTok, YouTube, Instagram, հա կարող է տենց ունենաք ավելացնել։
Instagram-ը պետքա զարգանա ավելի շատ, YouTube-ն էլ ցանկություն ունենք, որ YouTube-ն էջը լինի։ Ձեր միջոցով ինչ որ ինտե ինչի՞ չէ YouTube-ը։ Ինչ որ ցանկություն կա, վերջում դիտորդներին ասելու։ Հա, Ճիշտ ընտրություն կատարենք։ մոկատների մեջ։ Ճիշտ ընտրություն կա։ Եղավ Բայց շնորհակալ։ մի բանը չասեցի, էլի ավելացնեմ, ինչի TVS-ի այդ մի հարցին է պատասխանեմ, որովհետև հստակ կարամ ասեմ, որովհետև TVS-ը միակ այս պահի դրությամբ բրենդն է Հայաստանում, որը որ ունի բոլոր պահեստա մասերը։ Ես չեմ կոնկրետ անդրադառնում ու չեմ մեջբերում նրանում ինչ-որ ներկրողներից այս ոլորտում զբաղվողներին, բայց շատերը ասում են, որ ունեն բոլոր պահեստա մասերը, բայց շուկան Հասկանում եմ, ասում եմ, բայց հասնում այստեղ 2 ամսից կլինի կամ չգիտեմ։ Եվ այլն։ հա Հասկացա, եղավ, շնորհակալություն։ Ընթացքում ձեզ էլի կնկարենք։ շուտով նոր բան է, միջոցառում առնելու քաղաքից դուրս Սևանիկում։ ու հաստատ չասեմ, բայց տենց պլաններ կան, գիշերակացով, երևի թե լավ կլինի, Nice. դուք եք լինեք։